Ընդի մատիներին ասում են անորակ ծորեն ենք բերել Ադրբեջանի ճանապարհով։ Ըստ բանն։ Ճիշտ ասած առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է, որ լաբորատոր փորձաքննության են արդեն ենթարկել ծորենը եւ ես եւ եզրահանգման եկել, ես եթե չեմ սխալվում 3 ղազախական կողմը ներկայացրել էր ինչ ծորեն է արտահանել դեպի Հայաստան եւ ըստ էության դա ծորեն է, որը օգտագործվում է արտադրության մեջ, հացի արտադրության մեջ եւ այլն, ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց ակնհայտորեն այդ լաբորատոր ընդդիմության լաբորատոր փորձաքննության եզրահանգումները նեն արժանի ծաղրի եւ կամարյանքի։ Նոր փոխնախարար, բայց չհերքեց, որ ժողովրդի կարգի ծորեն է, անասնապահի համար է, էկոնոմիկայի փոխնախարարը քիչ առաջ մեկնեցին։ Ես ճիշտ ասած պետք է լսեմ էկոնոմիկայի փոխնախարարի ասածը, որպեսզի կարողանամ մեկնաբանել ձեզ։ Ես ծորենի մասնագետ չեմ, ինչպես գիտեք, եւ հատկապես նոր եկած ծորենի վերաբերյալ չեմ կարող ասել։ Վստահ չեմ, ասում եմ, ղազախական կողմը մեկնաբանություն էր տվել, որը նշում էր նաև, որ դա հնարավոր է, այսինքն օգտագործելի է տարբեր արտադրության համար, հացամթերքի արտադրության համար։ Բարձ է, ինչու օրինակ չեն փորձել գոնե առաջին կարգ կամ երկրորդ տակ, այսինքն որպեսզի այս աղմուկը չլինի, ինչու հենց այսինքն բարձել են, որ այստեղ նաև այդ ծորենի կարիքը կա, դրա համար են հենց Այգելի գործընկերներ, ես կան կարիքներ, ես ենթադրում եմ, որ Հայաստանը իր տարբեր կարիքների համար, այս խոսակցությունը ճիշտ ասած իմ համար շատ նոր եւ անակնկալ է, դրա համար չեմ կարողանում շատ հստակ բեկրաբանել ձեր հարցերին, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունի կարիքներ եւ ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ, հատկապես այդպիսի կարեւորության ապրանքներ, եւ ես ենթադրում եմ ղազախական կողմի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերել, թե ինչ կարգի եւ ինչ նպատակով օգտագործելու ծորեն բերել։ Ընկերությունն է դա ներկրել։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։ Ամեն ինչ գիտեք, ես չեպազրույցի Բայրամով հարցացույց է բավական ուշագրավ այնպես հայտարարություններ արել, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանը մինչ պատերազմը խոստացել է լուծել Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը, բայց հետո փոշմանել է, խոստումը չի կատարել։ Նախ ինչ պայմանավորվածության մասին է դուք թիմի անդամ եք եղել եւ ինչու է Փաշինյանը որոշել, որ չի կարող եւ ասել է օրինակ ինձ կուտեն, չգիտեմ, այսպեսի արտահայտ Ես թվում է վերջին 7 տարիների Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները շատ թափանցիկ եւ հրապարակային են եղել, հատկապես վերջին տարիներին այդ մասին ամեն ինչ խոսվել է։ Եվ նաև այդ տարիներին մենք գիտենք, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններ, այդ բանակցությունները առանձնապես արդյունքներ չեն տվել եւ եղել է դրա քննադատություն, եղել է այդ քննադատության որոշակի մասի ընդունում Հայաստանի կառավարության կողմից, բայց նաև աշխարհակահաղական իրավիճակի հետ կապված խնդիրները փոխվել են։ Ես չէի ցանկանա այդպես չէի ցանկանա մանրամասնել Ադրբեջանի գործնախարարի ասածները, հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը հայտնի է մեզ, ձեզ, բանակցությունները 18 թվականից այս կողմ Հայաստանը նաև քննարկումներում ասել է, որ նաև Լեռնային Ղարաբաղը պիտի մասնակցի այն ժամանակ բանակցություններին որպես իր ճակատագրի որոշող, ես կարծում եմ այստեղ ինչ որ նոր ես այդ հարցազրույցը նայել եմ եւ որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Ադրբեջանը Բաքուն կներեք Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմը հրահարելու համար եւ Բայրամովը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստան եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղում
Համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շուկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահարելու։ Սրա դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը չափազանց անընդունել է Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսն էր կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը բարդացնում էր Հայաստանի։ Ինչի մասին նշվում է եւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահ։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք կհրապարակվեն։ Դեռ կան է կանոն։ Ես չգիտեմ, դա կառավարության տիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Բանակցությունները շարունակվել պարոն Խանտանյան, երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում։ Գիտեք, դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամսաթվերով չեմ կարող ասել, բայց 18-19 թվականներին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե մինչև 2020 թվականի միջև պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Երբ որ Փաշինյանն ասում էր զրոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կանգնել էր արդեն բանակցությունները, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Իսկ ելքերից մեկն էր դա, ինքը հասկացել էր, որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետև այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը վերել եւ կանգնեցրել էին այդ բանակցությունները, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող, կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն։ Ինչը Գիտեք, այդ մասին շատ երկար է խոսվել, այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ Դե որովհետեւ որոշվեր Արցախի ճակատագիրը հայկական ըստ էության այդ առաջարկով պետք է որոշվեր առաջարկները, որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել։ Իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, այդ իրադարձություններին։ Ես չեմ կարող բան անել, ես չեմ կարծում, որ Հայաստանը այդպես մերժման նամակ է ուղարկել։ Պարոն Խանտանյան, խոսվում է 4 անկլավների վերադարձի հետ
կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ միայն պահանջներ ներկայացվում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակվեն։ Այդ անկլավների հարցը հարգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արծիագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղ ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ Հայաստանի իշխանությունները սպասում էին իրավական հիմքերի, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասացին, որ կան, պետք է ներկայացվեն իրավական հիմքերի, վերջում ներկայացվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների ես ենթադրում եմ որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական աշխարհաքաղաքական հատկապես բովանդակություն չկա։ Ես տեղյակ չեմ։ Երբ որ հետահայաց նայում եք, արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է, եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ տապալում եւ հետեւաբար այդ թեման ոնց մանրամասն անդրադարձանք, որ այդ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ այդ թեման, որ մենք բան ենք անում, հա, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը, երբ որ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ այն մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք արել, հա, մեր մեջ ա եղել ու մենք մինչեւ հիմա մի տարի հայրենասիրության Արցախ Հայաստանը եւ վերջ հաջորդ տարի այդ գիտեք բանը կյանքը ինքնահայացման process է նաեւ եւ տարբեր կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների եւ իրադարձությունների բախվելով փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ այդ անդադար քննարկվում է, չէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայրենասիրության մոդելը Իվաշկյան այստեղ հարց են տալիս էլի։ Արարատ լեռը հանել,
իրական Հայաստան, մի խոսքով, անգամ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի, այսպես ասած, չի սսկվում եւ անընդհատ փորձում է ծավալապաշտական նկրտումները, անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է, եթե Թրամփի ճանապարհը չբացեն, ուժով կվերցնենք։ Այսինքն Հայաստանում այդ ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպված վերաբերմունք չի լինում։ Ինչպես եք սա բացատրում։ Այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի, այսպես Հայաստանի իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքներում։ Ղանխանդանյան որքանով վստահում եք Ես մազապարտում եմ թվականի առաջարկի մասին խոսում եմ։ Այդ հարցին արդեն պատասխանեցի։ Պատասխաններից մեկը ճիշտ եք համարում, որ հանրություն տեղյակ չէ, ինչ առաջարկի մասին է խոսքը։ Ասում եք հրապարակ։ Այդ հարցին արդեն պատասխանել է ու ըստ էության այդ առաջ պահին պետք է հրապարակվել, որովհետև եթե բոլոր բանակցային փաստաթղթերը տվյալ պահին հրապարակվեին, որևէ բանակցություն տեղի չէր ունենում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանի մեջ այնքան չարություն կա, որ այդ չարությունը չի տեղավորվում իր մեջ, դուրս է գալիս եւ կոնֆլիկտներ է ստեղծում Ռուսաստան եւ Ամերիկա, չգիտեմ, Ամերիկա, Չինաստան։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտն ասած ոնց մեկնաբանեմ Նարեկ ջան, ասենք դա ինչ ասելու բան է։ Բադ կասեք Հայաստանը եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ինչպիսի կոնֆլիկտ է հրահրել։ Վաշինգտոնը որ պայմանագիր է ստորագրում Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մենք հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրք, աշխարհաքաղաքական դերակատարումը փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ։ Առաջին հերթին փորձում ենք լավացնել մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, նորմալացնել այն հարավյանների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ, եւ նաեւ մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք ունենալ լավ ռազմավարական հարաբերություններ։ Պարոն Խանդանյան, եւ մի հարց էր, նոյեմբերին ինչու ՀՀՄԿ պահականներից երաբլուր չգնաց, մոռացվել է այդ օրը, թե ինչ նպատակ կա, որ ընդհանրապես չեք հիշատակում, չեք գնում, խոնարհում չեք խաղում։ Որևէ մեկը չի մոռացել, ուղիղ 10 րոպե առաջ ազգային ժողովի նիստերի դահլիճում ազգային ժողովի նախագահի տեղակալը օրենքի նախագիծ էր զեկուցում տոների եւ իշատակի օրերի օրենքում լրացում կատարելու վերաբերյալ եւ այս օրենքի նախագծով մենք պատրաստում ենք հունվարի 27-ը դարձնել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման օր եւ պետական միջոցառումները, այլ տեսակի միջոցառումները արդեն այդ օրերին կլինեն, այդ օրը կլինի։ Նախաստորագրված այդ փաստաթղթը կա որոշակի պայմանավորվածություններ, երբ նորից երեք կողմերը կնստեն մի կողմ, թե դա առանձին կլինի, ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանագրի մասին եք խոսում։ Նախաստորագրվել են երկու կողմերը, Հայաստան եւ Ադրբեջանը, եւ այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն, բայց դուք գիտեք նաև այստեղ չի բան անել, Ադրբեջան նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ, այո։ Այսինքն փակուղային նաև այս անկլավների թեման են իրենք հիմա առաջ տանում, որովհետև նաև այդ խոսակցությունները, որ հիմա փորձում են նաև այդ թեման։ Ես կարծում եմ դրանք փոխպայմանավորող հարցեր չեն։ Ես նորից եմ գրկում այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասում ենք, դա այդպես
կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջության։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասել, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային, բայց ի վերջո մարտին մենք կարողացանք համաձայնեցնել տեքստը եւ արդեն օգոստոսին նախաստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիտական ջանքներ դնելով, ես կարծում եմ հնարավոր կլինի մոտապագայում հարցում, եթե իր ներկայությամբ նախաստորագրվեց, հիմա կարող է նաև միջամտել, որպեսզի ստորագրվի եւ քանի որ հասկանալ է նաև, որ համանդրությունը մեկ օրում հնարավոր չէ փոխել։ Ես չեմ կարծում, որ չի ուզում, մենք մեր բոլոր գործընկերների ուշադրություն հրավիրում ենք հանգամանքի վրա, որ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ եւ նաեւ ակնկալում ենք աջակցություն այս հարցում, բայց դա այդպես միանգամից